Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ասել, որ այսօր պատիվ ունեմ խոսել երիտասարդության անունից, այն երիտասարդության, որ պայքարել է, պայքարում է և շարունակելու է պայքարել, այն երիտասարդության, ով չի ընկրկել բանտարկություններից, քաղաքական հետապնդումներից, այն երիտասարդության, ով կորցնելով անգամ իր տունը, այսօր պայքարում է այն երիտասարդության, որ հայկական Արցախի էջը փակված չէ նրանց համար։ Սա պարզապես ապագայի սերունդը չէ, սա արդեն ներկայի սերունդն է։ Այն մարդիկ, ովքեր սովորում են, աշխատում, ընտանիքներ են կազմում և երազում են տեսնել իրենց երկիրը ազատ, արդար և ուժեղ։ Երիտասարդությունը Հայաստանում կանգնածել է մեծ դժվարությունների առաջ։ Շատերը զգում են, որ իրենց ձայնը չի լսվում, որ արդարությունը փոխարինվել է իշխանության շահով, որ վստահությունը դեպի արդար և արժանապատիվ ապագա փշրվում է իրենց աչքի առաջ։ Եվ հենց այդ պատճառով հազարավոր երիտասարդներ մտածում են արտագաղթի մասին։ Սակայն ես ուզում եմ հստակ ասել, երիտասարդությունը չի հրաժարվում իր հայրենիքից, երիտասարդությունը սպասում է ազդանշանի, որ պետությունը պատկանում է քաղաքացիներին, այլ ոչ թե մի նեղ քաղաքական խմբի։ Այսօր մենք ունենք մի գործիք, որը կարող է վերադարձնել այդ վստահությունն ու հույսը։ Դա իմպիչմենտն է։ Երիտասարդների համար իմպիչմենտը ոչ թե պարզապես տերմին է, այլ հնարավորություն տեսնելու, որ մեր երկրում դեռ կան մեխանիզմներ, որոնք կարող են կանգնեցնել անարդարությունը։ Դա հնարավորություն է հավատալու, որ իշխանությունը կարող է լինել հաշվետու, իսկ ժողովուրդը իր ճակատագրի իրական տերը։ Մենք չենք խոսում պայքարի մասին պարզապես խոսելու համար։ Մենք խոսում ենք ապագայի մասին։ Երիտասարդությունը ուզում է ազատություն, արդարություն և համոզվածություն, որ իր ջանքերն իմաստ ունեն։ Իսկ իմպիչմենտը այս համատեքստում միակ հնարավորությունն է ցույց տալու, որ պետությունը դեռ կենդանի է, դեռ ունակ է ինքնամաքրման։ Հարգելի գործընկերներ, լսելով երիտասարդության ձայնը, պետք է հիշենք, վաղը հենց նրանք են ղեկավարելու երկիրը, պաշտպանելու այն, կառուցելու տնտեսությունը։ Բայց դրա համար նրանք պետք է ունենան ամենակարևորը՝ հավատը, հավատը Հայաստանի հանդեպ, հավատը արդարության հանդեպ, հավատը ապագայի հանդեպ։ Այսօր մենք ունենք հնարավորություն վերադարձնելու այդ հավատը, եկեք չկորցնենք այդ հնարավորությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Համեցեք